արքան, մեր գանձը, մեր Աստծո պարգև, պարոն Փաշինյանը, որին աշխարհում եք սիրում ենք, հարգում ենք, երբեք սխալ նշանակում չի անի։ Երբեք բոլորն էլ շատ լավն են, բոլորն էլ համապատասխանում են իրենց պաշտոններին, կարևորը որ մարդ են, խելացի են, գրագետ են, հարգելիներս։ Շատ գոհ ենք նշանակումներից եւ դա համազգային կարծիք է, մենք շատ սիրում ենք մեր Փաշինյանին, փառք ու պատիվ իրան, ինքը Աստծո պարգև է եւ նրա ամեն մի քայլը գնահատված, խելացի, երբեք սխալ լինել չի կարող։ Եկեք բոլորս համախմբվենք, համբերությամբ զինվենք եւ կտեսնենք ինչ դրական արդյունքների կհասնենք։ Այս վարչախումբը, այս գիժվածքախումբը, որ մարդկանց հոգսերը դարդ ու ցավը օգտագործելով զավթեցին իշխանությունը, եկել են իրենց մի անհասկանալի, ինչու՞ չէ նաեւ հասկանալի գործողություններ կատարելու, միայն մի նպատակի համար, իրենց գործարքները իրականացնելու, Հայաստանը վերացնելու համար։ Բոլորս տեսնում ենք, թե ինչպես շինծու մեղադրանքներով մարդիկ հայտնվում են Բերդում, այո, շինծու մեղադրանքներով։ Մենք տեսանք, թե ինչքան մարդիկ քաղաքական բանտարկյալներ են։ Ասենք մի դառը խոսք ես ասում վարչապետի աթոռը զբաղեցնող անձին կամ իրենց վարչախմբին, ամբողջ այս հրոսակախումբը, այս բարբարոս ցեղատեսակը դուսակալի ձեր դեմ։ Կաշառակերված մի հանցավոր խմբավորում է քննչական կոմիտեն, գոյություն ունի դատախազական բանդա։ Աննա Վարդապետյան, կարող ես գաս իմ հետ բանավեճի, ես քեզ հրավիրում եմ, գլխավոր դատախազի աթոռը զբաղեցրած անձ, դու գիտես, որ ես քեզ շատ լավ եմ ճանաչում։ Ուրեմն ասում են, թե հանցավոր խմբավորումներ են կազմակերպել եւ այլն, այս գործողություններ են արել, ես հստակ կարող եմ ասել, գլխավոր դատախազի աթոռը զբաղեցնող Աննա Վարդապետյան, քո դատախազության նման հանցավոր խմբավորում երկրագնդում գոյություն չունի։ Նույնը կարող եմ ասել Արգիշտի Քարամյանի հանցավոր կայսրության մասին, որը կոչվում է քննչական կոմիտե։ Նույնը կարող եմ ասել կոռուպցիոն բանդա, որը կոչվում է հակակոռուպցիոն կոմիտե։ Գիտեք, ես ինքս Մանացիայի աղջիկ եմ, հիմա կենտրոնում եմ ապրում, բայց այդ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը մեր Մանացիայում դատախազ է, որին կաշառքի համար բռնեցին, բայց քանի որ հայրը դատավոր է, չդատվեց։ Եվ այսօր եկել է ինքը հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի աշխատել, կաշառքի համար մարդ է բռնում ու դատում։ Հիմա ինքը քեզ նայի, ու մեր նման մաքրեմաքուր մարդկանց, Աստծու առաջ արդար են, նոր ծնված մանկան նման մաքուր մարդկանց իրար այլասերված ոստիկանությունը, այլասերված քննչական կոմիտեն, այլասերված դատախազությունը սուտ հերյուրանքներ ստեղծելով մրոտում են մարդկանց։ Ես այնպես կմրոտեմ ձեզ, օրենքի ամեն մի տառով համահունչ, երբ որ իշխանափոխություն լինի, Աստծու առաջ եմ ասում, որ ձեր ծուխը ձեր քթից դուրս է գալու։ Ոստիկանություն գոյություն ունի, բանդա Միհայել, բանդա, անցագործ բանդա, անցավոր խմբավորում։ Ես այդպիսի կառույց Հայաստանի Հանրապետությունում չեմ ճանաչում։ Ո՞վ է քո ոստիկանությունը, հա? Այս աղջիկներն են համեցել քուչեկը օպերատիվ են դարել, այ ով եմ ես քո օպերատիվ գլխին։ Ես չգիտեմ, օր առաջ վարչապետ կոչված, օր առաջ հավաքի քո բանդան ու հեռացի մեր կյանքից։ Օր առաջ հեռացի, Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի օրենք, գոյություն չունի օրինականություն, բանդայա, բարդակ, այլասերված դատախազություն, ամբողջ կենտրոնի դատախազները հանցագործներ են, անգործ հանցավոր անգործության մատնավ, դատարանի որոշումներ չկատարող, Շինգավիթի դատախազությունը հանցագործներ են, հանցագործություն պարտակով, այդ Անդեր Արաբկիրի դատախազները հանցագործներ են, այդ Գևորգ Գևորգյանին տարել ես Արաբկիր, որ իմ ժառանգական գործը պարտակվի, հա, Բերդում հայտնվելու փոխարեն Լիլիթ Գրիգորյանը աշխատում է այսօր գլխավոր դատախազի տեղակալ, ես ստիպված ոչ մի տեղ չեմ գնում, ոչ մեկի հետ չեմ շփվում, որպեսզի չկարողանամ իմ ներվային համակարգս կարողանամ բանանամ, պահել, որտեղ ինքներդ տեսնում եք, որ արդեն ես ներվային վիճակի մեջ եմ։ Մտածեք մեր կյանքի մասին, համախմբեք, եկեք եւ փրկեք մեզ այդ բանդայից, այս հանցագործ ռեժիմից։ Համոզված եմ, որ մեր արքան, մեր գանձը, մեր Աստծո պարգև, պարոն Փաշինյանը, որին աշխարհում եք սիրում ենք, հարգում ենք, երբեք սխալ նշանակում չի անի։